Ըստ քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանի, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստան պետությունը աշխարհի քարտեզից վերացնելն է եւ Թուրքիան փորձում է իր նպատակին հասնել Ադրբեջանի միջոցով։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչված է, կստորագրվի։ Բայց նույնիսկ եթե մի բան պատկերացնենք, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է, ստորագրվելուց հետո չի լինելու խաղաղություն։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անում նաև այս օրերին Նախիջևանում։ Հասրեթի կամրջի վրա տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների փոխանակման արարողությունը։ Հարևան երկու պետությունները զորքերը կմարզեն մինչև հունիսի 19-ը։ Ըստ պաշտոնական հայտարարության զորավարժությունները միտված են համախմբվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների զարգացմանը եւ երկու բանակների ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը։ Ես չեմ բացառում նման հնարավորություն, որ կարող է նաև պահը հարմար համարել եւ ուրեմն դիմել ռազմական գործողությունների։ Ըստ քաղաքագետի Հայաստանին այլ բան չի մնում, քան մինչև ատամները զինվելը։ Սվետլանա Թորոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։